Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Եվ մեր խնդիրն է, եւ մեր նպատակն է տեղում ծանոթանալ խնդիրներին, սեփական աչքերով այդ ամեն ինչը տեսնել, հաշվառել խնդիրները եւ առաջիկայում քաղաքային հավաքանու նիստի ժամանակ եւ առհասարակ մեր ամենօրյա գործունեության մեջ ուշադրության կենտրոնում պահել խնդիրները բարձրաձայնել եւ փորձել հասնել դրանց շուտափույթ լուծմանը։ Այդ առումով ես տեսնում եմ, որ ահռելի ուսումնասիրման նյութ կա եւ հուսամ տնօրենի ԺՊ-ն որոշակի հստակ տեղեկատվություն կտա եւ նաեւ տեղեկատվություն ունենք, որ կադրերի արտահոսք է եղել մասնագետների, այս ոլորտի մասնագետները, այսպես ասենք, շատ դժվար հայթայթվող մարդիկ են, քիչ են այս ոլորտի մասնագետները, եւ պետք է հասկանալ, եթե մարդիկ հեռանում են, դա ծնող պատճառները։ Ու ես կարծում եմ, որ ֆինանսավորումները աշխատավարձային առումով հաստատապես բարձր նիշայի վրա չի գտնվում, դա էլ է պետք որոշակի քննարկել, ու առհասարակ խնդիրներին համալիր լուծում է պետք, եւ ջուրը, եւ բարեկարգումը, եւ լուսավորությունը, եւ անվտանգությունը, եւ առհասարակ հատվածներ կա, որ պետք է թարմացնել, դարձնել տուրիզմի տեսանկյունից շատ ավելի հետաքրքիր։ Այդ ամեն ինչը շատ ծավալուն աշխատանք է, որը պետք է անել, եւ մենք նպատակադրված ենք, որ այս հետամուտ լինենք այս խնդիրների լուծմանը։ Այնպես որ առաջարկում եմ հիմա փորձենք շրջայցով արդեն իջնել տնօրինության հետ հանդիպել եւ մտնել թանգարան, հասկանալ նաեւ այո, տեսնենք ինչա կատարվում իրականում ամբողջ տարածքում։ Սա ճանապարհը։ Մեջով էթան, որ ամեն մեջով գնանք, գնանք։ Թանգարան սա հա, թանգարան Պարոն Սուքեսյան, իսկ ամրոցի տարածքում տեսախցիկներն էին, հա, բացակայում ասես։ Այո, տեսախցիկներ չկան, սա նաեւ կարող է լինել քրեացին շատ հարմար միջավայր, այնպես որ մեր օրերում մեկը մի, չգիտեմ, փոքր կրպակ ունենում խանութ շենքի բակում, տեսախցիկ դնում է իր բարօրությունից, անվտանգությունից ելնելով։ Այսինքն մեր զարգացած տեխնոլոգիաների ժամանակաշրջանում տեսախցիկները են on-line ռեժիմով դիտումով մինիմալն են, որ պետք է տարածքը ունենար, որը կտա լրացուցիչ անվտանգային երաշխիքներ, որից մեկը չի կարող երաշխավորել, թե չտեսահասկվող տարածքում ինչ կարող է լինել։ Դա էլ լրջագույն խնդիր է, բայց որ այսում նաև մարդկային սակավ ռեսուրս է ներդրված, որքան գիտեմ 1, 2, 3 հսկիչներ են, որոնք փորձենք մոտենալ որմնանկարներին, նախկինում էլ տարբեր տարիներ եղել են, խնդրեմ, սա ոչինչ հնարավոր չէ ստեղ կարդալ, տարի 1, 2 տարի 1 սա թարմացնելը ոչ մեծ ծախս է պահանջում, ոչ էլ ինչ-որ, չգիտեմ, մարդ ինչ պիտի, հələ փորձենք այս QR կոդը կարդալ, տեսնենք, ինչ-որ բան ստացվում է, թե ոչ, չէ չի կարդում, QR-ը չկարդաց։
Չէ։ Չկարդաց QR կոդը։ Ու առհասարակ մի բառով որ բնորոշենք, բառի բուն իմաստով անտերություն աստեղ։ Անտերություն պետության չգոյության մասին է խոսում, էլ էս ամեն ինչը, որովհետև Հայաստան եկող զբոսաշրջիկին պետք է Երևանից հարյուրավոր կիլոմետրեր հեռու տանես ինչ-որ տեսարժան բան ցույց տալու, այն ինչ էստեղ դու ունես այդ տեսարժան ցուցադրությունը, բայց մատնել ես անտերության եւ զբոսաշրջությունը Հայաստանում սկսել է մեծ իմաստով կոմերցիոն չափով։ Նկարները որպես այդպեսին պղծվել են, որ նկարները վանդալիզմ են ենթարկվել եւ կշարունակեն ենթարկվել եւ փոխանակ այս ամեն ինչը կրի մանրակրկիտ ռեստավրացիայի հետ վերականգնել եւ պահպանել